Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրվարույթով իրականացված լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՆԳՆ Տավուշի մարզի հաշվառման քննական բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած անձը իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը օգտագործելով տարբեր անձանց օժանդակությամբ վարորդական վկայական ստանալու նպատակով տեսական և գործնական ձևական քննություններ կազմակերպելու համար մեկ տասնյակից ավելի անձանցից ստացել է ընդհանուր 5.830.000 ՀՀ դրամ կաշառք, ընդ որում յուրաքանչյուր դեպքում կաշառքի գումարը կազմել է 200.000-ից 550.000 դրամ։ Մասնավորապես, վերը նշված բաժնի պետը վարորդական վկայականի համար դիմաց քաղաքացիներից ձևական, տեսական և գործնական քննություններ ընդունելու շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերել նույն բաժնի մեկ այլ պաշտոնատար անձի հետ։ Արդյունքում վերջինս բաժնի պետի դրդմամբ մի շարք անձանցից ընդունել է ձևական տեսական քննություններ, այն է, քննասենյակից դուրս գտնվող տեխնիկական միջոցների կիրառմամբ միացել է քննասենյակներում իբր քննություն հանձնողների համակարգիչները և նրանց մատնացույց արել հարցերի ճիշտ պատասխանները։ Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նշվար պաշտոնատար անձինք օբյեկտիվ քննություն ընդունելու պատրանք ձևավորելու համար կաշառք տված մի շարք քաղաքացիների գործնական քննությունները հանձնելու համար նախ նշանակել են բացասական գնահատականներ, իսկ հետագայում որոշ դեպքերում կառավարության որոշման պահանջների խախտմամբ ընդունել են երկրորդ քննություն և նշանակել դրական գնահատական, որի հիմքով նշյալ անձանց տրամադրվել են վարորդական վկայականներ։ Տավուշի մարզի հաշվառման քննական բաժնի պետին մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով 16 դրվագ, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով 11 դրվագ և 46-445-րդ հոդվածի առաջին մասով 13 դրվագ։ Նույն բաժնի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով 11 դրվագ և 445-րդ հոդվածի առաջին մասով 13 դրվագ։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Մեղադրանքներ են ներկայացվել նաև ՆԳՆ պաշտոնյաներին օժանդակած և վերջիններիս կաշառք տված ևս 20 անձի։ Նրանցից 13-ի վերաբերյալ նախաքննությունը ավարտվել է և քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան։